Ապրում եմ Մասի համայնքի Դարակերտ բնակավայրում։ Եվ այսօր այստեղ եմ աջակցության մեր համայնքապետի, որ վստահ ենք, որ անհիմն, որ մարդն անհիմն ձերբակալության տակ է, մարդ, որ իրոք հայ մարդ է, ասենք իր մտածելակերպով, իր աշխարհայացքով, մի ժողովրդի կողքին, եկեղեցու կողքին, մենք իրանից ոչ մի վատ բան չենք տեսել, միշտ աջակցել է, իր աշխատանքի արդյունքը մենք տեսել ենք ու այս բոլոր ժողովուրդն եկել է իր ձայնը բարձրացնելու մեր համայնքապետի, որ անհիմն մարդը այս պահին դատապարտվել է։ Առանց իր ներկայությամբ մարդուն դատավճիռ են կայացրել, անհիմն, չգիտեմ, բարձ չի, որովհետև մարդը դուրս է եկել քաղաքականություն, մարդը դուրս է եկել, ուզում է, որ ինչ-որ բան փոխվի այս երկրում, զուտ դրա համար։ Սա պայմանավորված է իր իմպիչմենթի թեկնածու լինելու հետ։ Ասում եմ, այո, իհարկե։ Զուտ ակտիվ համայնքապետ որպես ընդդիմադիր։ Դե մարդը այս պահին եւ ակտիվ համայնքապետ է եւ լավ աշխատում եւ պլյուս դրան, այո, փորձում է ինչ-որ կազմակերպի եւ կարա եւ դա լինի։ Դուք ինքնակամ եւ ինքնաբուխ այստեղ որոշել եք Այո, իհարկե։ Ես կանխատեսում որ այս տեսանյութերի տակ հաստատ մտնելու են որոշ ֆեյքերի էջերով գրեն, որ փող են ձեզ տվել, մի քանի կոպեկի համար։ Թող գրեն, ես ապրում եմ այդ համայնքում, ինձ բոլորը ճանաչում են, չգիտեմ, ոչ մի պետական աշխատող չեմ, սովորական տնային տնտեսուհի եմ, հայ մարդ, հայ մայր, ով մտակված է իր երեխաների ապագայի մասին ընդամենը։ Մեղադրանքի հետ կապված ինչ կասեք, օրինակ ասում են պարոն Համբարձումյանը Հայկավան գյուղի այդ ճանապարհին ովքեր 18 թվականին փորձել են գալ մասնակցել հեղափոխությանը։ Այ լավ ասեցիք 18 թվականին, հիմա որ թվականին ենք։ Եթե մեղավոր էր, թող շուտ այդ դատավճիռը տեսնեին։ Ինչա եկե հասե հիմա նոր։ 18 թիվ։ 7 տարի ձեր։ Հա, բայց եւ Հայկաշենի այդ հրապարակման մեջ ինքը չկա։ Իրանք իրեն ոչ մեկ չի ճանաչում եւ նա հայտնի է որպես իշխանապողության ժամանակ մարդկանց ծեծած մարդ։ Գիտեք ինչ կա, չէ, ես իրեն ճանաչում եմ, անձամբ եմ ճանաչում եմ իր ծնողներին, մենք հարևանությամբ ապրում ենք։ Մենք կարելի ասել, հա, մի գյուղացիներ ենք, որտեղ ապրել ենք, մեծացել ենք ու ես շատ լավ եմ ճանաչում, այդ մարդը նման բանի ընդունակ չի։ Ծեծելու, ինչ որ մեկին ծեծել։ Այո, դե ժողովուրդ, եթե վեճ լինի, ես ու դու էլ կարող այս իրար քաշքշենք, այդ չեղավ, ես ընդունակ եմ, ես ծեծելու դու ինձ։ Չէ, ժողովուրդ ջան, այդ իհարկե կատակ։ Հա, չէ, այդ իհարկե որպես կատակ, բայց չէ, հաստատ ինքը այդ մարդը չի, մենք վստահ ենք դրանում։ Շնորհակալ ենք։